Պարոն Սայֆելյան, այսօր ձեզ կանչել էին հարցաքննության քննչական կոմիտե հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի շրջանակներում, ինչ նոր հանգամանք է հայտ եկել այս մասով, որ ձեզ կանչել են կրկին հարցաքննության։ Այսինքն մեր դիտարկմամբ ոչ մի նոր հանգամանք, բարձ էր, որ հրավիրելու առիթը ինչն էր, բոլորս հիշում ենք, որոշ ժամանակ առաջ Սամվել Բաբայանի կողմից անհետ ինչ-որ դեղեցությունը շրջանառության մեջ որ տրվել էր, հետո Քոչարյան Անտրանիկ Կոչեցյալը դա ամենաբարձր այսպես ասած ամբիոններից հնչեցրեցին եւ դրանից հետո դեղի ունեցավ, այնինչ դեղի ունեցավ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, Սամվել Բաբայանը ասել է, որ հոկտեմբերի 27-ի այդ ոճրագործությունից հետո դուք զանգահարել եք իրեն եւ մանրամասներ եք ներկայացրել ոճրագործությունից, ասել եք, որ սպանված է ինչ-որ մի անձ եւ այլն, ինչ է տեղի ունեցել, դուք իսկապես հոկտեմբերի 27-ի օրը զանգահարել եք Սամվել Բաբայանին։ Նախ իմ դարագուսանքը այն էր, որ երբ Բաբայանը այդ միտքը դրեց շրջանառության մեջ, իմ մոտ հարց ծագեց, թե ինչու 25 տարի հետո նոր ինչ-որ բան են հիշել, այն դեպքում, երբ ինձ օրին հարցաքննել են մանրամասն եւ բնականաբար այդ օրերին ես ինչ իմացել եմ, բարձրացնել եմ, որովհետեւ օգնողի թերում լինենք, այսպես ասած, ընդհանուր այդ գործին։ Թե ինչու 25 տարի հետո այսպիսի անհետ միտք դնում են շրջանառության մեջ եւ այսօր երբ կանչում են հարցաքննության նաեւ այնտեղ եւս մենք որևէ ապացույցի այդ դեղեցության հետ կապված չնկատեցինք։ Ինչ ասեմ, հավանաբար այս ամենը հերթական մեր ուժի նկատմամբ սևացնելու, հրեշացնելու միտում ունի, որին մենք ականատես ենք արդեն 20 տարուց ավել է։ Դուք զանգահարել եք հոկտեմբերի 27-ին Անշուշտ, եւ այդ խոսակցություն, ցայնակրությունը, սղակրությունը առավել եւս ես վստահ եմ, որ այդ ամեն ինչը կորձին գծված է։ Թող այստեղ Քոչարյան Անտրանիկը նույնիսկ դեղյակ չէր, որ 25 տարի առաջ ես հարցաքննվել եմ։ Այսինքն դնային աշխատանքը Քոչարյան Կոչեցյալը այդպես էլ չի կատարել, էլի։ Քոնե դնային աշխատանքը նորմալ կատարեր։ Քանի որ հենց այդ զանգի մասով եք ըստ էության դուք այսօր հարցաքննվել, ինչու եք զանգահարել եւ ինչ եք ասել Սամվել Բաբայանին։ Գիտեք ինչ է մանրամասնությունները ես պիտի խնդրեմ նաեւ լրատվամիջոցներին կամ լրագրողներին իրենք գտնեն այդ հարցաքննության դեղեցությունները ես ինչքան հիշում եմ տարիներ առաջ դա ամբողջությամբ հրապարակված է։ Նաև իմ հարցաքննությունը մանրամասն կարելի է գտնել եւ այդ սղակրությունները ով ինչ երբ ասել է ամեն ինչ կա, որովհետեւ ես հիմա 25 տարի հետո փորձեմ հիշել սկիզբը ով ինչ ասեց, կարող է սխալվեմ, չէ՞, ճիշտ չի։ Բայց ամեն դեպքում կարող եք հերքել, որ դուք նման բան չեք ասել կամ հաստատել, որ նման բան։ Ես իմ դրամապանությունը ինձ հուշում է, որ այդպեսի բան պիտի որ ասած չլինենք, չէ՞։ Դա անհետություն է։ Եվ մեր նման քաղաքական ուժը, որը անցած 20-25 տարիներին անընդհատ հալածված քաղաքականապես հալածված վիճակում է եղել եւ ստշնամի համագարքը անընդհատ մեր նկատմամբ կոմպրոմատներ է փորձել փնտրել, բեղել, հորինել, այդ այդպիսի բան եղած լիներ շատ ավելի շուտ կտնեին, չէ՞ շրջանառության մեջ։ Դրամապանությունն է ինձ հուշում, ես չեմ հիշում։ Իսկ ինչու եք զանգահարել հենց այդ օրը հենց Սամվել Բաբայանին, ինչ նպատակով, ինչ եք ուզում։ Հա, դա այդ ամեն ինչի մանրամասնությունը, երբ որ սղակրությունը կամ հարցաքննության փոխանցությունը ծերծերքը գնգնի, մանրամասն կարող եք հրապարակել։ Չեք պարզապես հիշում։ Ես չեմ ուզում այդ մասին 25 տարի առաջվա իմ դված ցուցմունքների մասին որևէ հիշատակում անել, որովհետեւ 25 տարի անցել առաջ այդ սխալներ չանենք եւ ավելորդ այսպես ասած գոզրեր այս թշնամի համագարկից հետ չտանք եւ նորից եմ ասում մանրամասն այդ ամեն կարող եք հերքել գոնե պարոն Սայֆելյան։ Ինչը որ այն բառ ես չեմ ուզում ուղղակի մեջ բերել, այն ինչ որ հրապարակեցին։ Այո, ես ասում եմ, անհետ ես դա միջայլոց մեկ ամիս առաջ այս քանի շաբաթ առաջ TikTok-ով եւ ինչ որ հարթակում հրավիրված էի, այնտեղ եւս այս հարցը հնչեց,
Ես ինչպես հիմա այժմ ասում եմ, նաև այնտեղ ասեցի, որ դա անհետեթություն է։ Այսինքն դուք նման բառակապակցություն Ես, այո, այն ինչ վերագրում է ձեզ Սամվել Բաբայանը։ այո, անհետեթությունը գեղձիկ է։ Իսկ ինչու է այդ դեպքում ձեր կարծիքով Սամվել Բաբայանը այդպիսի բառակապակցություն վերագրում ձեզ։ Ինչ ասեմ, ինչպիսի ժամանակներ են ապրում, այսօրվա վարչախումբը, որը կլաններից է բաղկացած, կարող են ենթադրություններ անել այնտեղ, ինչ որ ամեն մի կլանի շահերը արդյոք ինչ է, ասենք պիտի ընկնեն ենթադրությունների շարքը, բայց մեծ հաշվով, ինչպես ասեցի, սա պիտի դարձնել, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ որպես հալածանք այն իմաստով սևացնելու նպատակով։ Հիմա ցանկանա ձեզ սևացնել։ Եվ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը որ քանի որ նաև ամագարտակ մարդկանց հետ գործ ունենք եւ ինտելեկտի իմաստով եւ բազմաթիվը, այդ ամբողջ վարչախումբի մասին է խոսքը, սրանք նաև ինչ որ բաներ որ հորինում են, մերթ իրենց հորինած թագարտների մեջ իրենք են ընկնում։ Հավանաբար այս դեպքերից մեկը պիտի լինի։ Իսկ Սամվել Բաբայանը ինչու պետք է ձեզ ուզենա սևացնել։ Դա պետք է այդ հարցը ուղղել նրան։ Սամվել Բաբայանի այդ հայտարարությունից հետո խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչյանը պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ այս հարցը բարձրացրեց, դատախազին ուղղեց, որ այսպիսի հայտարարություն է արել, որ Ժիրայր Սեփիլյանը զանգահարել է Սամվել Բաբայանին եւ այդ արտահայտությունն արել է, որը թերևս վերագրվում է Վազգեն Սարգսյանին, որից հետո արդեն ձեզ կանչում են հարցաքննության։ Դուք կարծում եք անմիջական կապ կա Անդրանիկ Քոչյանի դատախազին այդ ուղղված հարցի եւ այսօրվա ձեր Անշուշտ ուղիղ կապ կա Բաբայանի հայտարարության, Քոչարյան Անդրանիկի մեջբերման խորհրդարանում Բաբայանի խոսքը, անշուշտ արիթը ասեցինք, որ այսօր ինձ հրավիրելու քննության արիթը եղել է այդ հայտարարությունը։ Իսկ հարցաքննությունը երկար տևեց։ Չէ, երկար չի տևել, ինչքան հիշում եմ 30 քանի րոպե է տևել, ցեվական բնույթ գրող Միայն հեռախոսազանգի մասով էին ձեզ հարցեր ուղղում։ Ընդհանուր, բարձ է որ մեկ հարց պիտի չդային, բեմականացումը պիտի իր կանոնները ունի, ինչպես ասում են, անհետեթ վիճակ։ Այսինքն, բայց միայն հոկտեմբերի 27-ի այո, շրջանակներում, այո, ինչ որ հարցեր։ Այնտեղ եւս ես հուշեցի, որ խնդրեմ իմ դված ցուցմունքները 25 դար առաջվա թող բացեն եւ ուսումնասիրեն։ Այսինքն դուք որևէ հայտարարություն չեք արել։ Ոչ։ Ցուցմունք չեք տվել, ըստ Ինչ, մոտավորապես այս ինչպես որ խոսում ենք։ Իսկ եթե կարող եք վերջեր ինչ հարցեր էին տալիս բացի այդ հեռախոսազանգից Սամվել Բաբայանին կատարված։ Նշանակալի բան չկար, ասեմ ձեզ, ինչ որ ցեվական Նայինյանի հետ ձեր ունեցած կապի եւ այլնի մասին հարցեր տվել են։ Հավստահաբար նույնանման ինչ որ բաներ, որոնց հիմնականում հավանաբար ես պատասխանել եմ պետք է իմ դված ցուցմունքները ի հայտ բերել եւ այնտեղ այդ բոլորի պատասխանները ստանալ։ Ես որևէ նոր բան չեմ ասել, որտեղ որևէ նոր բան 25 տարվա մեջ չեմ իմացել, որ ասեմ։ Իսկ դուք բացահայտված համարում եք հոկտեմբերի։ Ոչ, ես կարծում եմ, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, մենք գիտենք նաև ինչու, այդ մասին եւս այդտեղ ասել եմ, խոսել եմ, հայտարարել եմ, որ քննչականում, անշուշտ, բոլոր վարչագազմերը, վարչախմբերը մեր երկրի ես համարել եմ եւ համարում եմ քաղաքադիրական, քաղաքադիրոջ կողմից նշանակված վարչակազմ, ադմինիստրացիա, ինչպես ասում են, եւ բոլորի ժամանակ այս գործը գործկվել է եւ շարունակվում է գործկված մնալ։ Այս գործը բացահայտվի մասնակիցների մասով դուք նկատի ունեք։ Ամբողջ իրականությունը գործկված է մնացել, բնականաբար եւ այս գործը կբացահայտվի, երբ որ Հայաստանում ազգային իշխանություններ կլինեն։ Եվ հուսով եմ, որ հերու չի այն օրը, որ Հայաստանում վերջապես ձևավորվելու է ազգային գլուխ։ Իսկ ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բացահայտել, եթե նախորդ իշխանություններին այդ մեղադրանքները Ուրեմն հիշեցվում էին։ Չէ, ես քիչ առաջ ասեցի, ես գնահատականս տվեցի, ներկաների գնահատականը տվեցի, ինչպես նախկինների, ոչ մի տարբերություն քաղաքադիրական իրենց գործունեության, դրամապանության մեջ, ոչ մի տարբերություն։ Դուք նկատի ունեք Ռուսաստանի։ Այո, Դագավին շարունակվում է
մեր երկիրը մեծամասամբ կառավարվել Մոսկվայի կողմից, անշուշտ Ռուսաստանը ցույց չի տալիս, որպեսզի այս գործը բացահայտվի, ճիշտ եմ ձեզ։ Միջև մեր երկիրը չազատագրվի եւ ազգային իշխանություններ չձևավորվեն, այս գործը չի բացահայտվի։ Որովհետև Մոսկվան թույլ չի տալիս ձեր համոզմանը։ Դա արդեն դրամապանորեն դուք պատասխանում եք։ Հարցնում եմ։ Եվ պատասխանում։ Ես էլ համաձայն լինում ձեր պատասխանին։ Պարզ է, դուք ասում եք, որ փաստորեն այս ամբողջ հարցաքննությունը նախապես կազմակերպվել է Սամվել Բաբայանի այդ հարցազրույցով, այնուհետև Անդրանիկ Քոչարյանի կողմից խորհրդարանում դատախազին ուղղված հարցով, որին էլ հետևել է արդեն հարցաքննությունը, ինչու ձեր կարծիքով հանկարծ հիշեցին հոկտեմբերի 27-ը, ինչու հանկարծ հիշեցին հենց ձեր դրվագը այստեղ։ Ինչերոց այո, վերջի ամիսների մեր նկատմամբ դարաբնույթ անհեթեթ զրբարդանքներ, սևացման ինչ-որ գեղձ դեղեցություններ, սա վերջի ժամանակներս հասկացել է, այս ընդհանուրը հավանաբար ժամանակային դիդարգում եթե կատարենք, ինչպիսի ժամանակներում ենք գտնվում, հավանաբար ընդրությունների շեմին ենք, նաև քանի որ դեղեցություն ունենք, որ եւ իշխանությունները եւ Մոսկվաներում ունեն իրենք դեղեցություն եւ այն գարձիկին են, որ մենք մեր քաղաքական ուժը անցողիկ ուժ է, հավանաբար խնդիր են դրել միջև ընդրությունները հնարավորինս մեզ վարկապեկել իրենց խելքով, բայց չի բացառվում, որ այս ամեն ինչը, ինչպես ասում են, մերթ սև PR եւս PR է։ Այսինքն նպատակը ձեր համոզման ուղղակի ձեր դեմ արշավ սկսելն է։ Այո, հնարավորինս սևացնելը, հրեշացնելը, որը 25 տարի այս ամեն ինչի մեջ ենք։ Նոր բան չկա։ Պարոն Սաֆիլյան, դատելով այսօրվա հարցաքննությունից ձեր համոզմամբ վկայի կարգավիճակով ձեզ էլի կարող են հրավիրել եւ հնարավոր է, որ վկայի կարգավիճակը փոխվի։ Չեմ կարծում, որ կարգավիճակը փոխվի, եթե նոր գեղձիկներ չտրվեն շրջանառության մեջ, նոր գեղձ հայտարարություն եթե չլինի, ես չեմ կարծում, որ նորից ինձ կհրավիրեն։ Իսկ այդ միակ ձայնագրությունն է միայն դուք Սամվել Բաբայանն եք այդ օրը զանգահարել, թե այլ անձանց նույնպես զանգահարել եք հոկտեմբերի 27-ին։ Այդ ամեն ինչի մասին պետք է գտնել, որը հրապարակված է, հավանաբար մենք նույնպես գորոնենք կգտնենք, իմ հարցաքննության փոխանցությունը ամբողջությամբ կտանենք շրջանառության մեջ։ Ում եք զանգահարել այդ օրը, ինչ եք։ Ամբողջ հետաքրքրող հարցերը բոլորիս վստահ եմ, որ այնտեղ կա։ Առայժմ այդ օրվա մասին դուք ոչ մի։ Ես չեմ ուզում, որովհետև 25 տարի է անցել, չեմ ուզում ոչ մի ստորագետ սխալվել։